միջահասակ սև մազերով մի տղամարդ քայլում էր շուրջը կատարվող իրադարձություններին բոլորովին անտարբեր։ Մինչ նա այդպես անփութորեն ու մտազբաղ առաջանում էր, կողքից կանայք էին անցնում, մեկը մեկից գեղեցիկ, ընդունակ տղամարդկային հայացքներ կորզելու։ Սակայն Արիստարխը սիրային արկածներով զբաղվելու ոչ տրամադրություն, ոչ էլ ժամանակ ուներ։ Կատարյալ անտարբերությամբ համակված նրա հոգին այդ պահին ոչինչ չէր նկատում։ Ասես սիրտը մի ուրիշ տեղ էր, միտքը մի այլ հովտում։ Արիստարխը գինեգործ էր և կատարելապես տիրապետում էր գինեպատրաստման բոլոր գաղտնիքներին։ Եթե հարցնեին, նա կդժվարանար հիշել մի օր, որն անց էր կացրել առանց գինի խմելու և առանց գինեբույրը զգալու, բայց և այնպես երբեք բաժակը միանգամից չէր դատարկում, ժամերով կարող էր վայելել։ Երբ բացում էր շիշը ու դանդաղ լցնում բաժակի մեջ, անբացատրելի հաճույք էր զգում։ Նրա և գինու միջև ինչ-որ տարօրինակ կապ էր առաջանում։ Երբեմն Արիստարխը իրեն բնորոշ հումորով դա կոչում էր սեր։ Հետո երբ սկսում էր խմել, կարելի էր պնդել, որ նա գտել է դրախտ։ Մարդը տարիների ընթացքում ձեռք է բերում սովորություններ և այդ սովորությունները ինչ-որ իմաստով տվյալ մարդու համար դառնում են իր անհատականությունն ավելի հետաքրքիր դարձնելու միջոց։ Արիստարխն այս իմաստով ընդգծված բնավորություն ուներ և սկզբունքային էր։ Գործի բերումով իհարկե պետք է տեղյակ լիներ այսպես ասած իր մրցակիցներից, համտեսեր տարբեր գինիներ թեկուզ համեմատելու համար իր պատրաստածի հետ և իհարկե երբեմն փորձում էր զուտ համը զգալու իմանալու համար։ Սակայն այս ամենը գործնականից այն կողմ չէր անցնում։ Նա սիրում էր խմել միայն իր պատրաստած գինին։ Նրա համար ուրիշ գինի փորձելը ասես դավաճանության նման մի բան լիներ։ Եթե սիրում ես այդ աստվածային խմիչքը, անշուշտ կսիրես նաև արվեստը։ Արիստարխն էլ բացառություն չէր։ Նա պաշտում էր արվեստը, գնում էր ցուցահանդեսների, դիտում էր նկարները և իրեն հատուկ խորաթափանցությամբ կարողանում էր մեկնաբանել դրանք։ Ուներ շատ նկարիչ ընկերներ, որոնք սիրում էին նրա պատրաստած անուշահամ գինին, իսկ ինքը նրանց արարած նկարները։ Քաղաքում նա հայտնի էր որպես հմուտ գինեգործ և լայնախոհ մարդ։ Ուներ պատկառելի հնարավորություններ, կարող էր գնել շքեղ մեքենա, բայց չէր սիրում վարել և ինչ-որ տեղ վախենում էր։ Դա էր պատճառը, որ լիարժեքորեն օգտվում էր ոտքերից, իսկ հեռու տեղեր գնալիս ստիպված էր ապավինել տաքսիներին։ Բայց լինում են օրեր, և անշուշտ առանց դրանց կյանքը կվերածվի միապաղաղ, հոգնեցնող ճանապարհի, լինում են օրեր, երբ մարդուն սիրտն է հրամայում, և մարդը լսում է սրտին։ Արիստարխը չէր էլ հասկանում, թե ուր է գնում, կամ հասկանում էր, բայց չգիտեր ինչու, ինչն է ստիպում հենց հիմա գնալ այնտեղ։ Նա լսում էր սրտին և ուներ դրա կարիքը։ Ազատ մեքենա նկատելով կանգնեցրեց այն և հարմար տեղավորվեց ետևի նստարանին։ Վարորդին ուղղությունը հայտնելուց հետո կրկին խորասուզվեց իրեն պաշարած մտքերի մեջ։